Գիտեք, այսօր շատ օրինակ բերեցի Միացյալ Նահանգներից, բերեք այդ օրինակներն ընդեղից բերեմ, այլ որ շատ դեպքերում ասում են, բա մենք երբ կհասնենք այդ մակարդակին, ախր շատ երկար կտևի, մենք այդքան համբերություն չունենք։ 1963 թվականին Աբրահամ Լինկոլնի մեմորիալում ելույթ պետք է ունենար Մարտին Լյութեր Քինգը։ Դե Աբրահամ Լինկոլնը Ամերիկայի Միացյալ Նահանգների 16-րդ նախագահը կյանքը դրեց եւ կյանքով այդ հարցը լուծեց, որպեսզի երկրում վերացվի ստրկություն եւ հարկադիր աշխատանքը վերացվի։ Դա թեկուզ իր օրոք չեղավ, բայց ամբողջ քայլերը ինքը արեց։ Դրա արդյունքում քաղաքացիական պատերազմ եղավ, ստրկատիրական հարավը դուրս եկավ, պատերազմում իրանք հաղթեցին, արդյունքում վերամիավորեցին Ամերիկան, որտեղ արդեն առանձնացել էին իրան ոնց թե ստրկության դեմ պայքարում ես, ստրկությունը վերացնել, այսինքն ամբողջ տնտեսությունը դրած էր դրա վրա։ Եվ պատերազմ հաղթելուց մի քանի օր հետո, 5 օր հետո Աբրահամ Լինկոլնի հարավի համակիրներից մի դերասան ուղղակի իրան սպանեց։ Բայց միևնույն է գործը չկանգնեց, որտեղ արդեն ամբողջ process-ը արված էր եւ իր մահվանից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրության 13-րդ ուղղումը եղավ եւ վերջնականապես վերացվեց ստրկությունը Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում եւ հարկադիր աշխատանքը։ Այո, ինքը կյանքով վճարեց դրա համար, այն ինչ որ կյանքի կոչվեց եւ դա դարակազմիկ քայլ էր Միացյալ Նահանգների համար։ Եվ հիմա 1963 թվականին, դե Աբրահամ Լինկոլնը 1861-65 թվականներին պաշտոնավարել 64 թվականի երբ որ ժամկետ ընտրվեց, բայց հետո որ սպանեցին չկարողացավ աշխատի։ 63 թվականին հիմա Մարտին Լյութեր Քինգը, որ կյանքի նպատակն էր համարում պայքարել սևամորթների, հիմա որ ասում են աֆրոամերիկացի դե այն ժամանակ այլ ձևակերպումներ էին ասում, իրավունքների համար, որ գոնե հավասարություն ունենան, նորմալ աշխատանքի հնարավորություն, նորմալ իրավունքներ, ինքը իր համար իր կյանքի նպատակը դա էր համարել։ Այո, ճառ էր պատրաստել, որ Լինկոլնի մեմորիալում ինքը ելույթ ունենա, բայց կողքից իրան ասեցին, որ մեր երազանքից խոսի։ Այսինքն դու գրած ճառը մի կողմ դիր, էլի մեր երազանքից խոսի։ Ու ինքը տենց նաև համապատրաստից իր երազանքի մասին ասեց. I have a dream. My 4 little children will one day live in a nation where they will not be judged by the color of their skin, but by the content of their character. I have a dream today. Ես ունեմ երազանք, որն է երազանքը, որ ինչ որ մի ժամանակ գա, որ Միացյալ Նահանգներում լինեն աֆրոամերիկացիները եւ սպիտակները կամ այն ժամանակ որ ասում են սևերն ու սպիտակները լինեն իրավահավասար։ Դա ինքը համարում էր դա երազանք որպես այդպեսին եւ ուզում էր այդ երազանքը հնչեցնել։ Բայց դա շատ դժվար ընդունվեց այդ ժամանակ։ Ոնց թե էս չասում։ Եվ 1968 թվականին Մարտին Լյութեր Քինգին սպանեցին։ Մի ռասիստ իրան սպանեց։ Ոնց որ Աբրահամ Լինկոլնին սպանեց մի հարավ ստրկատիրական հարավի, անգամ պարտված ստրկատիրական հարավի մի համակիր, չէ՞։ Մարտին Լյութեր Քինգին սպանելուց հետո իհարկե ինքը խոստովանեց իր մեղքը, բայց հետո հասկացավ փոշմանեց, ինչի համար եմ դասում նաև ինչի փոշմանեց, որովհետև շատերը դրա մեջ տեսան նաև պետական որոշակի հետք, վտանգ։ Պետությունը տեսավ վտանգ, եւ ինչ որ մեկի ձեռքով Մարտին Լյութեր Քինգին հեռացրեց, սպանեց, որ չհանկարծ այդ գաղափարը լայ տարածում չգտնի։ Իսկ ընդամենը 40 տարի հետո նրա մահվանից 2008 թվականին 68 թվականին են Մեմֆիսում սպանել իրան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները աֆրոամերիկացուն ընտրեց նախագահ, որը պատահական չի ընտրվել 2 ժամկետ։ Եվ տեսեք անցած ճանապարհ, որ կյանքով են վճարել իրանց երազանքի համար, եւ մեկ էլ այդպիսի իրականություն, որը նույնիսկ ինքը չէր կարող երազել դրա մասին։ Նա ընդամենը խոսում էր իրավահավասարության մասին։ Իսկ երբ որ այսօր մարդիկ ասում են, բա մեզ 100 տարի էլ անցնի, մենք չենք կարողանա այդ եվրոպական ստանդարտի գյուղական բնակավայրեր ունենալ։ 100 տարի էլ անցնի, մենք չենք կառուցի ժողովրդավար, բարեկեցիկ, անվտանգ Հայաստան, համայն հայության հզոր հայրենիք։ Ասում եմ, եթե դուք առաջի 50 տարին մենակ սխալ ընտրություն կատարեք, 200 տարում էլ չեք հասնի դրա։ Այո, առաջինը կյանքով չվճարենք մեր երազանքը իրականություն դարձնելու համար, այլ ապրելով ու ապրեցնելով, եւ հետո, եթե մենք ինքներս չենք հավատում, որ կարող ենք մի բան անել, այս աշխարհում, այս պայմաններում մենք ինքներս չհավատանք, մեր փոխարեն ով է անել։